Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր հունիսի 13 Ես Տերս եմ նրա պահապանը, ամեն վայրկյան ոռոգում եմ նրան, որպեսզի նրան ոչով չվնասի, գիշեր և ցերեկ ես նրան պահպանում եմ։ Եսայի 27-րդ խոսք։ Երբ Տերն ինքը խոսում է իր անունով, այլ ոչ թե մարգարեի միջոցով, նրա խոսքերը հատուկ զորությամբ են լցնում հավատացյալներին։ Եհովան ինքը իր այգու պահապանն է, նա այն չի վստահում ուրիշ ոչ մեկին, այլ վերցնում է այն իր անձնական խնամքի տակ։ Միթե նրանք, ում մասին Աստված ինքը հոգ է տանում, ամենալավ ձեռքերում չեն։ Մենք պետք է ընդունենք շնորհառատ ոռոգում ոչ միայն ամեն օր և ամեն ժամ, այլ ամեն ակնթարթ։ Որքան պետք է աճենք, որքան թարմ և պտղաբեր պետք է լինեն բոլոր բույսերը, ինչ առատ խաղող պետք է բերեն որդատնկերը։ Սակայն խանգարողներն էլ են գալիս, փոքրիկ աղվեսներն ու վայրի խոզերը։ Այդ պատճառով հենց Տերն ինքն է մեր պահապանը, և դա բոլոր ժամերին, թե գիշեր, թե ցերեկ։ Ուրեմն ի՞նչը կարող է վնասել մեզ։ Ինչու ենք վախենում։ Նա է խնամում, նա է ջրում, նա է պահպանում, ուրեմն էլ ինչի կարիք ունենք։ Այս խոսքում Տերը երկու անգամ է ասում, որ նա է մեր պահապանը։ Ինչ ճշմարտություն է դա, ինչ զորություն, ինչ սեր և ինչ անփոփոխություն ենք գտնում Եհովայի այդ մեծ պահպանության մեջ։ Ո՞վ կարող է հակառակվել նրա կամքին։ Եթե նա ասում է «Ես եմ պահապանը», ապա մի՞թե կասկածի տեղ կարող է մնալ։ Աստծո մեկ խոստումով կարող ենք դիմակայել մեղքի, մահվան և դժոխքի բոլոր զորքերին։ Ով Տեր, քանի որ դու ասում ես «Ես պիտի պահեմ քեզ», ես էլ պատասխանում եմ. «Ես պիտի գովաբանեմ քեզ»։